Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 3-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե շատ դեպքերում, երբ որ Հայաստանում քննարկումներ է գնում, թե որքանով պետք է համոզիչ լինի խաղաղության գործընթացը, նույնիսկ եթե դա Դոնալդ Տրամպի հովանու ներքո է, կամ որքանով կարելի է վստահել Ադրբեջանին, շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խաղաղությունը այլևս հաստատված է, դա հաստատում ենք եւ մենք եւ Ադրբեջանից, ինչն է, այսինքն դա այն աշճանի է, որ այսինքն այլևս կարելի է ռազմական ծախսերն էլ պակասացնել, վստահելով Ալիևի խոսքին։ Հիմա տեսնենք, իսկ իրենց թիմակիցները հավատում են Նիկոլ Փաշինյանի ասածին, որպեսզի մենք հավատանք։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ Ինչպես տեսնում եք, միջազգային հարթակում հանդիպելուց, քննարկելուց հետո նաև հարցազրույց այդ հարթակում, հիմա լրագրողը հարց է տալիս, այսպիսով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ինչ առաջընթաց է գրանցվել։ Իհարկե դե պարզ է ներկայացումը, թե ինչ առաջընթաց, ինչ գեղեցիկ որոշումներ, հեսա կոմունիկացիաները կբացվի, այս կլինի, այն կլինի, բայց դա այն դեպքում, երբ որ փաստաթուղթը ստորագրվի, փաստաթուղթը ստորագրված չէ, նախաստորագրված է։ Եվ ինչ է ասում Արարատ Միրզոյանը։ Կա խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի եւ իմ կողմից։ Այսպիսով մենք պատրաստ ենք, տեքստը վերջնականացվել է ավելի վաղ, այս տարվա մարտին։ Այժմ այն նախաստորագրված է եւ մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Հայաստանը ասում է մենք պատրաստ ենք, գիտենք միշտ էլ ասել է։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այսինքն Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդունում է, որ Ադրբեջանը առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, չի էլ ասում մի նախապայման, որ դա վերաբերվի միայն սահմանադրության փոփոխությանը, որն է Ադրբեջանի մյուս նախապայմանները, 150 միլիարդ դոլարի գումար տալը եւ 300,000 ադրբեջանցու Հայաստան վերադառնալը։ Մենք չգիտենք, որ հոգնակի նշանակում է մեկից ավել, բարդ չի, չէ։ Եվ այսինքն առաջ է բերում նախապայմաններ, Հայաստանը դա չի ընդունում։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրում։ Այսինքն գործընթացներ են մինչև ստորագրելը, բայց Ադրբեջանը առաջ է քաշում նախապայմաններ, որոնք Հայաստանի համար ընդունելի չեն։ Այսինքն քանի այդ նախապայմանները կատարված չեն, պայմանագիրը չի ստորագրվելու։ Իսկ եթե չի ստորագրվելու, այդ կոմունիկացիաների բացել, այդ չգիտես ինչ, փոխադարձ պայմանավոր առավելություններով, այս կլինի, այդ բոլոր թվարկությունները օդ է։ Մի բան կարող է տեղի ունենալ, որը այս պայմանագրից տարանջատված է, դա Տրամպի ուղին է, որը որ մարդիկ գալիս են Հայաստանի հետ պայմանավորում են, աշխատում են, որպեսզի արդեն ստեղծեն համապատասխան կառույցը եւ սկսեն աշխատել, բայց որպեսզի մեր համար էլ այդ ճանապարհները բացվի եւ ուժի մեջ մտնի կոմունիկացիաների ապաշրջափակման կետը, պետք է խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Իսկ խաղաղության պայմանագրի նախապայմաններ կան, որին Հայաստանը չի ընդունում, Ադրբեջանը շարունակում է պնդել նախապայմանը։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է, դե հերիք է էլի, ասում ենք խաղաղություն ենք բերել, թուղթը ստորագրված է, չեք հավատում։ Իսկ քեզ քո արտգործնախարարը հավատում է, բա ինքն էլ է, չէ, հանդիպումների գնում։ Կարող է ինքը տենց ոգևորված ասի բոլոր հարցերը լուծած է, այն էլ միջազգային հարթակներում, ինչի չգիտի որ լուծած չի։ Բա մենք նույնն ենք ասում,
ու մենք պահանջում ենք կամ արեք, կամ մի խաբեք մարդկանց, որպեսզի մարդիկ իմանան իրականում ինչ է կատարվում։ Լրագրողը ինչ է ասում, ինչ կասեք մարտահրավերների մասին։ Ի վերջո այդ լավ գեղեցիկ ներկայացնել, էս կբացվի, այն կլինի, մենք էլ կանցնենք, էս կլինի, բայց եթե ստորագրվի։ Հիմա լավ է, մարտահրավերները որն է, Արարատ Միրզոյանը պատասխանում է։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք եւ ամենօրյա ջանք։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։ Այսինքն խաղաղությունը գործընթաց է, պետք է երկուստեք աշխատեն շատ խնամքով, ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի դա տեղի ունենա, կատարածվի եւ դրան խանգարում է, որ հանկարծ ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստում, բայց որ խաղաղությունն է հաստատված։ Կամ դրանից ելնելով արդեն կարելի է ասել, այլևս խաղաղությունը ռազմական ծախսերը չպետք է ավելացնենք, ոչ թե չպետք է ավելացնենք, այլ պետք է պակասացնենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, ինքը Արարատ Միրզոյանը, իր թիմակիցը չի, բայց մեր կառավարությունը ես եմ, ովն էս բան ասի, որ ինձ հետ չի համապատասխանում, կհանեմ կգցեմ դուրս։ Հիմա ով է խաբում մեզ։ Բայց այդ ընթացքում այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը ծալած նստել է եւ ոչինչ չի անում։ Մարդը գրել է. պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Այսքան խառը գործերի մեջ հասցրել է այս միտքը երկնել եւ գցել հանրային հարթակ։ Ասում են քեզ մի տանջի։ Դու հեքիաթի իրական մարմնացումն ես։ Դու հեքիաթը դարձրել ես իրականություն։ Դա տենց բան չի լինում, որ հեքիաթը իրականություն դառնա։ Դու Քաչ Նազարի իրական կերպարն ես, մարմնավորումն ես։ Ավելի լավ չէր ես ճաճանճափայլ մտքի փոխարեն ասեիր, որ արեգակը դուրս է գալու արևելքից, մայր է մտնելու արևմուտքում։ Ու անպայման, քանի որ սիրում ես ստուգելու գործեր գնաց տենասով ինչ անում, ասեիր ստուգելու եմ, հա, որ իրոք արևը դուրս գա արևելքից եւ մայր մտնի արևմուտքում։ Այդտենց բաներ ասա, որը համապատասխանի այդ թեմային։ Թե չէ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հա, շատ լավ։ Իսկ հիմա նայենք խնդիրներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ, նույնիսկ եթե թվում է, թե մեր հետ կապված չի։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը հայտարարել է. Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից, չնայած ԱՄՆ-ի կոչերին դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը։ Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ էության ցանկանում է վերջ դնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին։ Թրամփը դրան մոտենում է այսպես, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի իր ֆինանսական ռեսուրսները, նրա ֆինանսական ռեսուրսները պետք է նվազեցնեն։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին ասել մենք գազ չունենք, մատակարարման անվտանգության համար մենք պետք է ապահովենք այդ ռեսուրսներին հասանելիություն առանց խտրականության։ Մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ։ Մենք մոտենում ենք ձմռանը, պետք է ստանանք ամբողջ գազը, որը կարող ենք այդ թվում Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից։ Բայրակթարը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է նաև բնական գազի հարցը։ Շատ բարեկամական եւ կառուցողական հանդիպում է եղել։ Հիմա Թուրքիան, որ ամեն ինչ անում է, ձգտում է Ամերիկայի հետ հարաբերությունը լավացնել, որ նառնա մեր տարածաշրջանի նայողը, այսպես ասած, բայց Թուրքիան, երբ որ իր շահերին է վերաբերվում ռուսական գազ ստանալը, ասում է, չէ, ես իմ շահերի հաշվին դա չեմ անելու։
բայց այս գազի ստանալ չստանալը Տրամպին մերժելը դա ընդհանրապես տնտեսական գործարք չի։ Եթե Թուրքիայի համար դա տնտեսական գործարք է, Տրամպի համար տնտեսական գործարք չի, որովհետև Տրամպն ասում է այդ գազը մի ստացեք, Ռուսաստանին ճնշենք։ Եթե դու շարունակում ես գազը ստանաս Ռուսաստանից, այսինքն դու դեմ ես գնում այն ծրագրին, որը ցանկանում է Դոնալդ Տրամպը անի։ Այդ պարագայում ստացվում է, որ Հայաստանը, որ ասում է, դե Ամերիկայի հետ էլ ենք լավ, Թուրքիայի հետ էլ ենք լավ, Ռուսաստանի հետ էլ ենք լավ, բայց այդ երեքը իրար հետ ո՞նց է։ Այդ պարագայում մենք չենք կարող բոլորի հետ լավ լինել, եթե նույնիսկ շատ ցանկանանք, որովհետև տեսնում եք, համ ասում ենք Տրամպը մեր անվտանգությունը պահի, համ ասում ենք աննախադեպ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ ավելի շատ կարգավորել ենք, չենք նկատում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոշտացնում է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ու այդ պարագայում հիմա անհամաձայնություն կա Թուրքիա-Ամերիկա, շատ կոշտ վերաբերմունք Ամերիկա-Ռուսաստան։ Դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ եւ իրավիճակ է փոխելու նաև մեզ համար։ Եվ եթե այս կարգի հարցերում նաև Տրամպին մերժում են, էլի կան որ մերժել են, բայց Տրամպը մի խնդիր ունի, որտեղ ուզում է իրան մերժածել են կամ որ ծրագիրը չի կարողացել անի, մի խնդիր ունի։ Ռուսաստանի հետ հարցը լուծեց, այդ բոլոր սխալները եւ այդ բոլոր կորուստները կվերականգնի մեկ հարվածով, որտեղ կլինի նոր աշխարհակարգ, որտեղ գերակայությունը կլինի Միացյալ Նահանգներին, որը այդ հարց լուծողն է։ Եվրոպայի հետ միասին, բայց առանց Ամերիկայի դա լինել չէր կարող։ Այսինքն արդեն մարդիկ կմոռանան, որ Կանադան չի մտել Ամերիկայի կազմ, որ Գրենլանդիան չի մտել Ամերիկայի կազմ, Մեքսիկան էլ չի մտել։ Եվ շատ հարցեր, որ Պանամայի ջրանցքը Ամերիկային չի անցել եւ այլ շատ հարցեր, որը բոլորը հերթով մենք գիտենք։ Երկրի տնտեսական քաղաքականությունն էլ, Չինաստանին մեկուսացնելն էլ, որ հետո հասկացավ չի լինում, փորձեց լավ լինի։ Այդ բոլորը մի կողմ կդնեն, եթե ինքը այդ մի հարցը լուծի։ Իսկ դա նշանակում է լուծելու է հարցը այն դեպքում, երբ որ դա ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, թե ինչքան է Հայաստանը իր հարաբերությունները ջերմացնում Ռուսաստանի հետ։ Անթույլատրելիորեն։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, որովհետև Գազայում Համասի հրամանատար Էզ ալ-Դին ալ-Հադաթը կոչ է արել կազմակերպությանը մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի առաջարկած հրադադարի ծրագիրը, հայտնելով, որ մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ Ալ-Հադաթը, որը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակման պլանավորմանը, քննադատել է խաղաղության համաձայնագիրը, այն որակելով որպես Համասը ոչնչացնելու փորձ։ Նրա վերահսկողության տակ պահվող 48 պատանդների ճակատագրով պայմանավորված Ալ-Հադաթը կոչ է արել Քաթարում գտնվող բանակցողներին մերժել գործարքը եւ հաստատել Իսրայելի հետ հակամարտությունը շարունակելու մտադրությունը։ Սա ամենախիստ մերժումն է կազմակերպության կողմից այն պահից, երբ Տրամպը ներկայացրել էր խաղաղության համաձայնագրի շրջանակները եւ պահանջել այն ընդունել շաբաթվա վերջում։ Սա էլ եւս մեկ քայլ, որ Դոնալդ Տրամպին Համասը մերժում է։ Դոնալդ Տրամպը եթե ցույց տա իր ուժը, չի կարա սենց բանը լինի, էլի, որ Համասը մերժի Դոնալդ Տրամպին։ Այդ Դոնալդ Տրամպը պետք է եզրակացնի ինքը, որտեղ որ խելքը դնի Համասի հետ, դա նույնիսկ Ամերիկային պատիվ չի բերում։ Համասի հարցերը լուծողները կլուծեն։ Դու լուծի այն հարցը, որի պարագայում հասկանան, որ մյուսները բոլորը իմանան, որ չի կարելի կատակներ անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն մի օրվա մեջ երկու նման մերժում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ 4 օր էր տվել Համասին։ Պատասխանը սա է։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր հայտարարություններ է արել, բացի այն, որ իր հարամերժ, նաև մենք տեսնում ենք, այո, իրավիճակը գնալով սրվում է, հույս ունենանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վճռական կկանգնի այս նոր իր կարգավիճակի ամուր ձևով, որի արդյունքում մենք ունենանք նոր աշխարհակարգ ու դա շատ երկար չի տևի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թրամփի արտահայտությանը նշել է. «Թղթեվագր, դե ուրեմն գլուխ հանեք դրանից։
Ռուսաստանն այս բոլոր տարիներին պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների դեմ։ Դա հսկայական մարտահրավեր է մեզ համար, բայց մեր բանակը, պաշտպանական արդյունաբերությունը եւ ռազմական միտքը արագորեն հարմարվել են այդ մարտահրավերներին։ Պուտինը ռուսական բանակն անվանել է ամենամարտունակը եւ վարչությամբ եւ տեխնիկական հնարավորություններով եւ ռազմական գործողություններ վարելու մարտավարությամբ։ Իհարկե, այն որ ինքը կռվում է ՆԱՏՕ-ի հետ, ինքը ՆԱՏՕ-ի հետ չի կռվում։ Որովհետեւ եթե այդպես լներ, ստացվում է, որ Հյուսիսային Կորեան էլ կռվում էր ՆԱՏՕ-ի հետ, եթե ինքը բանակ իր զորքն ուղարկել էր, ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկել Ուկրաինա, ընդամենը զենք է տվել։ Իսկ Հյուսիսային Կորեան զենք տալուց բացի նաև իր զինվորներն էր բերել, որոնք կռվում էին Ուկրաինայի դեմ։ Բայց հարցը դա չի, բայց ով էր գլուխը թասկողում այդ կռիվը սկսեիր, որ հիմա էլ ասես մենակ չեմ կռվում Ուկրաինայի դեմ։ Բա դու ում հետ էիր ուզում կռվես։ Ուկրաինային մի օգնեք, թույլին հաղթե։ Այս նույն Պուտինը չի ասում, որ մեզ մեղադրում են, թե մենք ուզում ենք հարձակվենք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա, այս ինչ հիմարություն է, ոնց կարող է պատահի մենք հարձակվենք մեզանից ուժերի վրա, այս խոստովանական ցուցմունքը, որ Վալդայեմ տվել է, չէ, Ժորժ ջան, ինչ ձևի նկարագրենք, ընենց ոնց որ իրանք են իրանց բացահայտում, մեզ չի հաջողվի տենց։ Այսինքն ասում դուք չեք հասկանում, հո հիմար չեք, ոնց կարամ ես իմ ցանից ուժերի վրա հարձակվեմ։ Հանգստացեք, ժողովուրդ։ Ես մենակ կարամ ինձանից թույլի վրա հարձակվեմ։ Բայց հետո էլ զարմանում է, թե ինչի է Ուկրաինան ուզում լինի ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև դու չես համարձակվում Ուկրաինայից շատ ավելի փոքր Մերձբալթյան 3 հանրապետությունների վրա հարձակվես, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ են։ Դու ասում ես, պատրաստ եմ խորհրդային միությունը վերականգնեմ, ցարական Ռուսաստանը վերականգնեմ, բայց ցարական Ռուսաստանի մեջ ինչ որ պահի մտնում էր նաև Ֆինլանդիան, Լեհաստանը, հետո բանջի չես հարձակվում։ Որտեղ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բայց դրա համար Մոլդովան էլ է ուզում, Ուկրաինան էլ է ուզում, որտեղ ՆԱՏՕ-ից սարսափում ես։ Հետո զարմանում ես, ասում ես, բան չեն պաշտպանում Ուկրաինա, կամ ինչա Ուկրաինան ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, որ վախենաս հարձակվես։ Որտեղ ոչ մի տրամաբանություն չկա։ Այն հեռավորությունը, որ ունեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները սահմանին, Ռուսաստանի համար պակաս վտանգավոր չեն։ Դա լինի թե Մերձբալթյան հանրապետությունները, թե Լեհաստանը, թե նաև Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան։ Եթե Շվեդիան ուղիղ սահմանակից չի, ապա Բալթիկ ծովում այնպիսի ստրատեգիական դիրք է գրավում, որ ավելի քան վտանգավոր է ծովային իր սահմանը։ Որ այլևս Բալթիկ ծովը Ռուսաստանի համար չի։ Գիտի ինքը ինչ խնդիրներ կունենա։ Բայց ինչի՞ չես նրանց վրա հարձակվում։ Ինչի՞ չես բա ցարական Ռուսաստանի տարածքը վերականգնում, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ են, չէ՞։ Դա ավելի բարձր ոնց բացատրեն, թե ինչի են իրանք ձգտում, հետո էլ ասում ես, որ Ուկրաինան ինչի է ուզում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, չգիտես ինչի համար, որտեղ նրանց վախենում ես։ Վալդայի միջազգային քննարկման ակումբի նիստում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. ԽՍՀՄ, ապա Ռուսաստանը հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց պատրաստակամության մասին, սակայն երկու անգամ էլ դրանք անմիջապես մերժվել են։ Մեր երկիրը ձգտելով վերացնել դաշինքային դիմակայության հիմքերը եւ ստեղծել ընդհանուր անվտանգության տարածք, երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու իր պատրաստակամության մասին։ Առաջի անգամը 54 թվականին էր, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, իսկ երկրորդ անգամը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինտոնի ժամանակ էր, Քլինտոնը Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը արդեն դրա մասին մի հատ էլի խոսել է եւ մենք քննարկել ենք դա, ասել է Պուտինը։ Մենք պատրաստ էինք համատեղ աշխատել, ոչ գծային քայլեր ձեռնարկել անվտանգության եւ համաշխարհային կայունության ոլորտում, բայց պարզվեց մեր արևմտյան գործընկերները պատրաստ չէին ազատվել աշխարհաքաղաքական եւ պատմական կարծրատիպի գերությունից, ընդգծել է Պուտինը։ Հիմա հասկանանք։ Մարդը ասում է, բա մեզ ինչի ՆԱՏՕ-ի չընդունեցիք։
Մենք ուզում էինք խորհրդային միության ժամանակել, Ռուսաստանի ժամանակել։ Բայց հարց, ՆԱՏՕ-ն ինչի համար է ստեղծվել։ ՆԱՏՕ-ն, որ ստեղծվել է 1945 թվականի ապրիլի 4-ին 12 հիմնադիր պետություններով Վաշինգտոնում, ունեցել է մեկ նպատակ՝ կանխել խորհրդային միության ակտիվությունը, խորհրդային միության էքսպանսիա։ Մի նպատակ է ունեցել, որպես ավելի պարզ լինի, որ ՆԱՏՕ-ն այլ ռազմական բլոկ չէր աշխարհաքաղաքական, այլ ընդամենը Եվրոպայի անվտանգության համար էր, 51 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրել է ANZUS-ը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետ։ Ռազմական բլոկ, եթե ինքը համարեր, որ ՆԱՏՕ-ն ընդամենը ամբողջ աշխարհի հետ կապված անվտանգային գործոն է, ինչի՞ չէր Ավստրալիային, Նոր Զելանդիային ՆԱՏՕ մտցնում, որ ANZUS-ն չէր ստեղծում։ Դա ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ որ հանկարծ չմտածեն, որ ՆԱՏՕ-ն չէին ցանկանում ընդլայնել։ 52 թվականին ՆԱՏՕ-ն ընդլայնել են։ Թուրքիան ու Հունաստանը միացել են 52 թվականին։ ANZUS-ը ստեղծելուց մի տարի հետո։ Այսինքն մենք հասկանանք ՆԱՏՕ-ն ստեղծվել է խորհրդային միությանը զսպելու համար։ Հիմա Պուտինն ասում է, բա խորհրդային միությունը ուզում էր մտնել ՆԱՏՕ։ Հիմա հարց. խորհրդային միությունը պատերազմում Գերմանիային տապալելուց հետո մի կողմից եղել են Միացյալ Նահանգները կոալիցիոն ուժերի հետ, մի կողմից եղել է խորհրդային միությունը։ Այն տարածքները, որը Միացյալ Նահանգները ազատագրել է, իրականում ազատագրել է։ Եվ այդ պետություններին օգնել է ազատ տնտեսություն վարել, ինքնիշխան պետություններ լինել, անգամ Մարշալի ծրագրով էլ ֆինանսավորել է, որ նրանք վերականգնեն իրենց տնտեսությունը։ Ինչ արել խորհրդային միությունը, օկուպացրել է այդ տարածքները, որտեղ ինքը մտել է Հիտլերին հանել է, ինքը մնացել է։ Ինչի 54 թվականին, որ մտածում ես, որ դուք կարայիք ՆԱՏՕ մտնեիք, բայց արևելյան Եվրոպայի երկրներին ինչ էիք անելու։ 55 թվին Վարշավայի պակտ եք ստեղծել ընդդեմ ՆԱՏՕ-ի։ 56 թվին տանկերով ճխրել եք մարդկանց Բուդապեշտում ընդամենը մի բանի համար, որ ասում էր ժողովուրդ ջան, ես չեմ ուզում անվտանգության որևէ կառույցի մեջ լինեմ։ Ես սուվերեն պետություն եմ, դիմում եմ ՄԱԿ-ին, ասում եմ օգնեք, ախպեր, ես ռազմական բլոկ չեմ ուզում, ոչ այն եմ ուզում, ոչ այն եմ ուզում։ Բա ո՞նց է իր մտնելու ՆԱՏՕ։ Այն ՆԱՏՕ մտնելու ո՞ւնդ է։ Եթե դու քո ախորժակը զսպեիր, ՆԱՏՕ-ի ստեղծելու կարիքը չէր լինի։ Այդ կառույցը ստեղծել են քեզ զսպելու համար։ Ասում ես կլինի, որ ինձ զսպելու փոխարեն ես գամ մտնեմ մեջից տարակացնեմ։ Իսկ ինչ է իր անելու, որ 54 թվին Ռուսաստանը խորհրդային միությունը մտներ, արևելյան Եվրոպայի երկրներն ազատ էր թողելու։ Բա ինչ հակու ուզածը։ Ագենտ է իր գալի մտներ ՆԱՏՕ-ի մեջ։ Բայց այդ ամբողջը տեսել ենք, չէ։ Բա 68 թվականին Պրագա մտնող ովքեր էր, տանկերը տեսան հանձնվեցին, ասին մենք գիտենք դուք ինչի եք ընդունակ։ Այսինքն դուք խաղաղություն էիք ուզում, ձեզ չընդունեցին։ Կամ նույնը եթե Ռուսաստանը գտնում է, որ ինքը խորհրդային միության իրավահաջորդն է, բայց քեզ ինչի պետք է ՆԱՏՕ ընդունեն, որ եթե դա ստեղծել են խորհրդային միության դեմ։ Հիմա Ուկրաինայի իրավիճակն այլ կլիներ բազմաբևեռ աշխարհի պայմաններում, եթե բազմաբևեռություն լիներ, նրա տարբեր բևեռներ կդիտարկեին ուկրաինական հակամարտության շուրջ իրավիճակը իրենց պրիզմայով։ Այդ ժամանակ կոլեկտիվ որոշումը շատ ավելի պատասխանատու եւ հավասարակշռված կլիներ։ Հիմա մենք գիտենք, որ աշխարհը միաբևեռ չէր, երբ որ ինքը մտավ Ուկրաինա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միաբևեռ աշխարհի միակ բևեռը այլևս չէր, բայց երկրորդ, երրորդ բևեռներ չէին ստեղծվել։ Հիմա Պուտինը նորից շարունակում է կրկնել մի բան, որ ասում է, եթե աշխարհը բազմաբևեռ լիներ, անվտանգային ավելի լավ համակարգ կունենայինք։
որովհետև ինքը շարունակում է ասել, եթե լիներ, այսինքն ինքը համարում է, որ մինչև հիմա աշխարհը միաբևեռ է եւ այդ միակ բևեռը Միացյալ Նահանգներն է։ Բայց այդպես չի, չէ։ Իսկ եթե աշխարհը մտածում եք, որ բազմաբևեռ լինի, դրանից ավելի անվտանգ կլինի։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չստեղծվեց բազմաբևեռ աշխարհ։ Բայց Ամերիկան միաբևեռ շատ ավելի ուշ է դառել, երբ որ խորհրդային միությունը փլուզվել է։ Մինչև այդ աշխարհը միաբևեռ էր։ Եթե աշխարհը միաբևեռ լիներ, 56 թվականին խորհրդային միության ղեկավարը կկանգներ կասեր եգիպտական ջրանցքը եգիպտացիներին, եթե հանկարծ զորքը հետ չքաշեք, սկսում եմ երրորդ համաշխարհային պատերազմ։ Եվ այդ սեփականություն էր հանդիսանում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Եվ այդ մասը փակելուց նաեւ Իսրայելի զորքը մտավ, Իսրայել, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա։ Գնացել էին իրանց ապրանքին տիրություն անեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահային զանգումը ասում է հետ քաշի դրանց, թե չէ մտնում են պատերազմի մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը զանգեց եւ ասեց հետ քաշվեք։ Հանձնեք այդ Սուեզի ջրանցքը ձեր փողերով սարքել եք, տվեք, դրանց հետ գործ չունենք։ Նույն 56 թվականին, երբ որ Բուդապեշտում զորքը մտցրեցին, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Dwight Eisenhower-ը 34-րդ նախագահ, բանակի գեներալ, անգլո-ամերիկյան զորքերի հրամանատար Նորմանդիայում 44 թվականի հունիսի 6-ին, որ իջեցվեց։ Այդպիսի լեգենդար անձնավորությունը վախվորած խաբարարեց, ասեց մենք գործ չունենք, աշխարհը բաժանած է ազդեցության գոտիների։ Հունգարիան խորհրդային միության ազդեցության գոտին է, մենք չենք խառնվելու։ Մենք չգիտենք ինչից նորից աշխարհը դարձավ միաբևեռ, որովհետև բազմաբևեռ աշխարհը չաշխատեց։ Երբ որ պարբերաբար ես խոսում եմ այդ մասին, որ Դոնալդ Տրամփն ասում է բերեք աշխարհը էլի ուժեղների մեջ բաժանենք, ու ինքն էլ այս մի քանի ամսվա ընթացքում համոզվեց, որ դա հնարավոր չի, դրանից աշխարհը ավելի անվտանգ չի դառնա։ Բայց նույն խնդիրն է։ Բազմաբևեռ դառնալ ուժով, վերցնելով, ազդեցություն ստեղծելով, դա հանգեցնելու է կոնֆլիկտի։ Ի վերջո մեկը պետք է ջախջախվի։ Այդ մեկը Ռուսաստանն է, ուրիշ ձև չկա։ Եթե Ռուսաստանը չխանգարի դրան, այո, Եվրոպան կդառնա բևեռ։ Այո, Եվրոպայի եւ Ամերիկայի ձեռ-ձեռի տված Չինաստանին կդարձնեն բևեռ։ Որտեղ իրանք Չինաստանի հետ որևէ խնդիր չունեն։ Չինաստանը շատ մեծ ցանկությամբ կցանկանա եւ Եվրոպայի հետ եւ Ամերիկայի հետ նորմալ առևտուր անի, նորմալ աշխատի, իր համար հրաշալի պայմանները այդ երկու գործընկերները։ 340 միլիոն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, 450 միլիոն էլ Եվրամիությունն է։ Դա էլ չենք խոսում նրա մասին, որ նա մենակ այդ չի Եվրամիության անդամ չհանդիսացող, բայց Եվրամիության մաքսային գոտու հանդիսացող երկրներ կան։ Էլ չենք խոսում, որ նաև Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, ինչի է Չինաստանին պետքա կոնֆլիկտ ունենա։ Դրա համար աշխարհը բազմաբևեռ դառնալը ոչ թե իրար ձեռից խլելով ալնելու, այլ ամենաշատ խնդրեմ ստեղծողը արանքից դուրս գալու, իսկ այդ ամենաշատ խնդրեմը ստեղծում է Ռուսաստանը։ Վլադիմիր Պուտինն ինչ ասում, Մոսկվան շատ համոզիչ կպատասխանի Եվրոպայի ռազմականացմանը, կարծում եմ ոչ ոք կասկած չունի, որ Ռուսաստանի պատասխան քայլերը երկար սպասեցնել չեն տա։ Սպառնալիքների պատասխանը կարծես թե մեղմ ասած շատ համոզիչ կլինի։ Հենց պատասխանը մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել, ասել է Պուտինը։ Եվ հիմա հարցը նա է, որ ինչու է նաև բացի այն, որ այս պատերազմի արդյունքում կունենանք նոր աշխարհակարգ, նաև այդ սերտ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի հետ, պլյուս դրան, որ նաև թե իշխանությունն է լեղապատար, գլխապատար գնում, ավելի շատ սերտ դասնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու նաև առաջիկայում նորից պայքարը գնում է նրա համար այս ռուսամետ ընդդիմություն եւ ռուսամետ իշխանություն պայքարում են, որ ինչ անեն։ Ու այդ ընթացքում աշխարհը մեր աչքի առաջ փոխվում է, այս մարդկանց օրակարգը սա է։ Եթե Ռուսաստանը
Ուկրաինայում հաղթի, նա իր պետությունը դրել է ռազմական ռելսերի վրա։ Պետության հերն անիծել է, բայց ռազմական ռելսերի վրա է դրել։ Նրան նոր պատերազմ է պետք։ Այդ նոր պատերազմը, չնայած Հայաստանը առանց փամփուշտ կրակելու կհանձնվի, այնքան մարդ կա այդ ուղղության վրա, որ սկի իրանք զենքը կվերցնեն Ռուսաստանի շահերը կպաշտպանեն։ Մենք գիտենք, թե ինչ ցավալի վիճակ է մեր մոտ։ Բայց Ռուսաստանը գիտենք, որ պատերազմը չի դադարեցնելու, որտեղ այդ տնտեսությունը ամբողջը զարգացնում է ռազմական ռելսերի վրա է դրել։ Ժողովրդին լացմա դե ինչ անեք, բա պատերազմ ենք, բա ինչ եք ուզում։ Ու շատ ենք ասել, հետաբերելու այդքան զինված մարդկանց վարձու իր մարդասպաններին, բերելու է իր երկիր խաղաղ պայմաններում ապրեն։ Չգիտեն դա ինչի առաջ կհանգեցնի, կկանգնացնի իրանց։ Նշանակումը շարունակվելու է։ Այսինքն այնպես չի, որ Ռուսաստանի շահերը սպասարկես, դրանից Հայաստանը ինքնիշխան պետություն կմնա, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում։ Ուղղակի դու պետությունդ կկորցնես։ Դրա համար այդտեղ անգամ ընտրելու հնարավորություն չկա։ Իսկ եթե վաղը Ռուսաստանը խնդիր է ունենում, բայց քո ամբողջ քաղաքական դաշտը դրած ռուսական շահերի սպասարկման պայքար է գնում։ Ավելի աբսուրդ բան պատկերացնում եք։ Ոնց որ այս աշխարհից չլինեն։ Իսկ հիմա նաև Պուտինը ցույց է տալիս, որ ավելի ռադիկալ քայլերի կգնա, եթե իր դեմ դա անեն։ Նաև տեսեք ինչին է վերաբերվում։ Ինչ է ասում, Ուկրաինայում տամահավ քրթիռների կիրառումն անհնար կլինի առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության։ Տամահավ քրթիռները կարող են մեզ վնաս պատճառել, բայց վնաս կհասցվի նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, քանի որ առանց ամերիկացի զինվորականների ուղիղ մասնակցության հնարավոր չէ այն կիրառել։ Սա կնշանակի սրացման բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում, ասել է Պուտինը։ Թե ինչքանով Ամերիկան վախենում Պուտինի այս հարաբերությունները վատացնելուց, դա կյանքը ցույց կտա, որ Դոնալդ Տրամպը բավական է վերանայի իր վերաբերմունքը, նա ընդհանրապես չի էլ հետաքրքիր, թե Պուտինն ինչ է հայտարարում, բայց մենք պետք է մտածենք, չէ՞, ասում ենք ճանապարհ ենք սարքում, որը բխում է նաև Հայաստանի շահերից։ Ասում ենք էս ենք անում, բայց մենք ինչ խնդիր ունենք, Ամերիկայի հետ էլ ենք լավ, Ռուսաստանի հետ էլ ենք լավ։ Ռուսաստանն էլ է ողջունում այդ ամեն ինչը, որ անում ենք։ Դուք իրոք պատկերացնում եք, որ աշխարհի վիճակը սենց է, ու Հայաստանի տարածքում իրանք սերտ համագործակցելու են։ Բասում եք Մինսկի խումբը չի աշխատում, որովհետև հակամարտող կողմեր են։ Այսինքն Մինսկի խումբը 3 մարդ չեն կարող գնան սեղանի շուրջ նստեն հարց քննարկեն, որովհետև այդ պետությունները հակամարտության մեջ են։ Բայց այդ պետությունները իրար վրա պետք է կրակեն, կան Հայաստանում կողք կողքի կանգնեն եւ շինարարություն անեն, հա։ Պարզա չէ, որ ինչ որ մեկը պետք է այդ ազդեցությունից դուրս գա։ Հնարավոր չի բոլորի շահերը սպասարկել, բայց դրա համար ենք ասում, էսա մոլորակի վիճակը սա է սպասվում։ Եվ տեսնում եք, որ Ուկրաինան ծանր հարվածներ է հասցնում, Ռուսաստանը փորձում է ինքն էլ շատ ծանր հարվածներ, բայց արդյունքում ինչ է ստացվելու։ Այդ պատերազմը ոնց է ավարտվելու։ Ուկրաինան վերանալու է։ Ռուսաստանն ինչ անելու, գրավելու է ամբողջ երկիրը։ Չի կարողանում առաջ գնալ։ Ոնց է ավարտվելու այդ պատերազմը, մի ձև կա ավարտվելու, որ Ռուսաստանը հասկանա այդ պատերազմը շարունակելը անիմաստ է։ Վերջ։ Այսօր կմտածի ավելի շահեկան դուրս կգա արանքից, վաղը կմտածի ավելի շատ կորուստներով, բայց մենք պետք է մտածենք, բա մենք ում հետ ենք։ Այսօր Ռուսաստանի հետ խնդիր ունենք այդքան սերտ համագործակցության պարագայում, այսօր բիզնեսի հետ կապված մենք խնդիր ենք ունենում, չենք կարող նորմալ այնպիսի տնտեսություն զարգացնենք, որ մեր ապրանքը մրցունակ լինի եվրոպական շուկայում։ Կախված ենք Ռուսաստանից, Ռուսաստանն էլ ոնց ուզի տենց վարվելու է։ Էս է վիճակը։ Դրա համար այս ամեն ինչը որ նայում ենք, ուզում ենք չէ ի վերջո հասկանանք, բա մենք ինչ ենք անելու առաջիկայում, եթե այս է աշխարհի վիճակը, այս է տարածաշրջանի վիճակը եւ ինչա մերոնց արածը։ Եվ շատ դեպքերում, երբ որ ես ասում եմ նաեւ իշխանության սխալները, լինում են մարդիկ ասում են դե ավելի մի դրական բան չի անում,
որ այդ մասին էլ ասեք։ Ժողովուրդ ջան, ես պարբերաբար դա ասում եմ, բայց ամեն անգամ YouTube-յան ալիքը այնպես է, որ ամեն անգամ մենք նոր բաժանորդներ ենք ունենում, եւ մեկ էլ մարդիկ այդ հարցը տալիս են։ Եթե չես պատասխանում, տպավորությունը հարց տվեց չպատասխանեցիր։ Բայց այդ մարդը չի լսել քեզ, նա նոր է միացել, ամեն օր եմ նոր միանում, չէ՞։ Դա համար մեկ անգամ եւս ասեմ։ Ժողովուրդ ջան, ինչ է նշանակում լավ բան անել կամ չանել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարար ասել լավ բան արել եմ կամ չեմ արել։ Ժողովուրդն էլ ընտրել էր, բերել էր իշխանության։ Բայց եղավ 96 թվական տանկերը հանեց ժողովրդի ընտրության դեմ, որ իրանք են խոստովանել, որ այդ ընտրությունը չեն հաղթել։ Եվ ասել են, որ կդնենք 800-ից 1000 մարդ կգնդակահարենք, բայց իշխանությունը չենք տա։ 100% ձայն հավաքեն իշխանություն չեն տա, դա ինձ համար եղել է կարմիր գիծ։ Վերջ։ Դրանից առաջ, դրանից հետո ինչ ուզում անի, ես չեմ կարող ասել, որ գիտեք ինչ, Ժորժ ջան, բայց հեչ լավ բան չի արել։ Ես համարում եմ, որ վերջ, ինչ արել է գիծը քաշենք, անցնենք առաջ։ Իրան ապագայում տեսնելը ուղղակի անիմաստ է։ Եթե ինքը իրան անցյալով տեսնի, առանձնապես իր թեման չենք էլ քննարկի։ Բայց եթե ինքը իրան դեռ ապագայում տեսնում է, որովհետև իրանից հետո եկողները սխալ են արել, ուզում է ինքը իր արածը սրբագրի, ասում ենք հոп։ Անցի մի կողմ։ Կարմիր գիծը գծած է։ Ինչ ուզում ես հիմա արա, դու այդ գծից այլևս չես կարող դա սրբագրես։ Հիմա եթե նույնը վերաբերվի Ռոբերտ Քոչարյանին, հոեկած օրվանից բոլորը իրան դեմ չէին։ Այնքան մարդ էր Հայաստանում իր համար աշխատում։ Անգամ նաև երկրապահները, որ եկել է Արցախի հարստուծի։ Բայց հիմա երբ որ մեկը ասում է, բա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այս բանը լավ էր։ Քանիսն են ձեզանից ասում, մի րոպե, մարտի 1-ը մոռացաք, հոկտեմբերի 27-ը մոռացաք, ապրիլի 12-ը ժողովրդի վրա զոր քանելը մոռացաք, եւ մի շարք այլ բաներ, չէ՞։ Այսինքն այդ կարմիր գիծը քաշած է, դուք ինչքան ուզում պատմեք, ասեք, ժողովուրդ, բայց հեչ լավ բան չի արել, դրան կոմպենսացնում է իրար։ Վերջ։ Նա պետք է մնա անցյալում։ Եթե չէ, հնարավոր չի ասել, բա հեչ փողոցը չի ասֆալտ է, հետո ինչ։ Կարելի է փողոցը ասֆալտելը համարժեք համարել, այն ինչի որ կատարվել է, նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանին։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է, այս նույնը պետք է լիներ առանց զոհերի, բայց առանց զոհի, առանց պատերազմի ով կթողեր ես հանձնեմ։ Դա արդեն կարմիր գիծ է, ժողովուրդ ջան։ Որտե Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին որ եկել է, ընդհանրապես եկել էր համաժողովրդական տոնախմբություններ, որ իրան դիմավորում էին։ Այդ հետո է, չէ՞ այդ ամեն ինչը կատարվել։ Այդ հետո կատարվելուց հետո արդեն ինքը այդ կարմիր գիծը անցած է, ժողովուրդ ջան։ Եվ այս դրա համար եմ ասում։ Պաշտպանել ասել ես ցանկանում եմ, որ նա լինի ապագայում, դա նշանակում է իր այդ արունը քսես քու ձեռքերին ու քո երեխեքի ձեռքերին, ուրիշի երեխու արունը։ Որտեղ նա ինքը հայտարարել է, տեղ չի թողել, ժողովուրդ ջան, ենթադրելու տեղ չի թողել։ Դու ես արդեն որոշողը։ Կպաշտպանես դա, թե չէ։ Ես դրա համար մեկ-մեկ որ ասում եմ, ժողովուրդ ջան, դա նույնն է, ոնց որ մտնի Նիկոլ Փաշինյանը ձեր տուն, ձեր աչքի առաջ ձեր երեխուն ճակատից խփի, հետո հաջորդ օրը ներողություն խնդրի, ասի դե կներեք էլի, խոնարհվում եմ զոհերի առաջ։ Հետո էլ մի հատ ձեր տուն գա կոնյակով, բոմբոներ կայով եւ ծաղիկներով։ Դուք էլ ասեք, այ մարդ դե ասում եք էլի, հա գնդակահարեց, բայց ծաղիկներով եկավ, չէ։ Չեն ասի, հո հիմա չես։ Տվել երեխու դյուլել է, դու բտածում ես ինչ ուշադիր էր, հա, ծաղիկներ բերեց։ Այսինքն դրանք այլևս վերջ անհամատեղելի են, ժողովուրդ ջան։ Եթե իմ պատկերացրած Հայաստանի ապագայը մեզ 4-ից ոչ մեկը չկա։ Ու պետք չէ ասել, սա նրա համեմատ ավելի լավ է, թե չէ։ 4-ն էլ վատ է։ Ինչ է նշանակում ավելի շատ կամ ավելի քիչ։ Ավելի շատ կամ ավելի քիչ բերեք պատմական գնահատական տանք։ Քաղաքական գնահատական տանք։ Մեկի սխալը շատ էր, մեկի սխալը քիչ էր։ Բայց ոչ թե ասենք, որ նրա սխալը քիչ էր, քան նրանը, բերեք թող նրանք ընտրվեն, նրանք կան, ոնց որ նա նրանից ավելի լավն էր։ Հանգիստ թողենք էլի այդ անցյալը, գիծը քաշենք, առաջ անցնենք։ Հա թող ով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի։ Ում քաղաքական գնահատականա պետք տրվի։
Բայց դուք համարժեք եք համարում ազգային ժողովի ամբիոնից այդ արտահայտությունից հետո։ Ես կանգնեմ ասեմ ժողովուրդ ջան, դե լավ եք էլի։ Չեք տեսե ձեր բակում են ծաղիկները որ կար։ Բա Փաշինյանն արե, չէ։ Արած ինչի չեք գնահատում։ Իրոք դուք համարում եք, որ դրանք համարժեք են։ Սա ես ուզում եմ ասել նրա համար, որ ամեն մեկը փորձում է մյուսի համեմատ իրան սրբագրի։ Դե եթե նա վատն է, ուրեմն ես լավն եմ։ Չէ, նա էլ է վատը, դու էլ ես վատը։ Մինչև մենք չկարողանանք այս 4-ին էլ մի կողմ դնենք, մենք առաջ չենք գնալու։ Մեր ամբողջ ընտրությունը նորից անցյալը ապագա բերելն է։ Ու սա առաջի դեպքը չի։ Մենք այդ վիճակից դուրս չենք գալի, ժողովուրդ ջան։ Ու դրա համար նորից հիմա պայքարը գնալու է։ Առավոտից իրիգու նիկոլական սազանդարները ասում են, պետքա փրկենք այս ռուսամետները գալիս են, որ էս անեն։ Ձեզանից ավելի կատաղ է ռուսամետ կա։ Այդ որ մենք ասենք, դա հասկանալի է ինչ ենք ասում։ Բա ամբողջ օրը ներկայացնում ենք, թե ինչ են անում աշխարհի հետ եւ ինչ են անում մեր հետ։ Այդ իմ ասածը հասկանալի է։ Բայց ձերը հասկանալի չի, որ չեք կարող լինեք նիկոլական հետո ասեք մենք արևմտամետ ենք։ Չի լինում տենց բան։ Իմ ասածը սա է, ժողովուրդ ջան։ Եվ այս օրակարգը, որը լցնում են, այդ անիմաստ կռիվներով, ուղղակի զբաղացնում են մարդկանց, որ ուրիշ օրակարգ չձևավորվի, որտեղ մեծ ռեսուրսներ ունեն, են կողմն են։ Իշխանությունը ունի վարչական ռեսուրս եւ ֆանտաստիկ միջոցներ, որովհետեւ բիզնեսմեններին ինչքան փող ուզեն այնքան կստանան, ընդդիմությունն էլ ունի միլիարդներ։ Էսա օրակարգը լցնում են։ Դե ինչքան զգոն պետք լինենք, որ այս աշխարհակաղակական իրավիճակում կարողանանք երիք ճիշտ կողմնորոշվենք, այլ նաև ճիշտ քայլեր անենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։